մեծ հաջողություններ։ Սիրելի հետևորդներ, սիրելի առույցներ, հերթը ձեզ է հասել, ամենաերջանիկ նշանն է։ Ես գիտեմ, նաև միշտ նշում եմ, առույցները ռոմանտիկ են, որտեղ որ լինեն, նրանք սիրում են ճոխություն, շքեղություն։ Նրանց կյանքը ուղղակի երջանկություն է տալիս առույցներին եւ աղեղնավորներին։ Իհարկե, առույցի բաժինը հասնում է հենց առույցներին։ Սիրելի առույցներ, Ուրանը երկորյակի կենդանակերպում ձեր 11-րդ տանն է լինելու, իսկ Պլուտոնը ջրհոսում լինելու է ձեր 7-րդ տանը։ Ծանոթություն համացանցի միջոցով, որի արդյունքում կարող եք ձեր անձնական կյանքը դասավորել։ Հնարավոր է տեղի ունենա ամուսնություն, բայց չգրանցված քաղաքացիական ամուսնություն։ Նոր հնարավորություններ ունեք, սիրելի առույցներ, երբ որ համախոհների միջոցով ձեր կյանքը, ձեր հաջողությունները ապահովել։ Համախոհներ, որոնք կարող են դառնալ ձեր գործընկերները։ Բացառիկ բարենպաստ դիրքավորում է նրանց համար, ովքեր զբաղվում են աստղաբանությամբ, ովքեր ակտիվ են համացանցում, դրանք բլոգերներն են, տիկտոկերներն են եւ նրանց շրջանակներում ես նկատում եմ, ասել եմ, որ օդի տարերքի ազդեցության տակ ծնվածներ, ջրհոսներ, երկվորյակներ, մեծ հնարավորություններ ունեք ձեր կոնտենտը ճիշտ ներկայացնելու եւ համացանցում եւ տեղեկատվական տիրույթում մեծ հաջողություններ ունենալու համար։ Նաեւ պետք է կրթվեք, սիրելի հետևորդներ, սիրելի առույցներ, Ուրանը երկորյակի կենդանակերպում փորձեք ինտեգրվել նորագույն տեխնոլոգիաների այդ ոլորտ։ Դուք կարող եք այնտեղ ղեկավար լինել եւ փոփոխություններ կատարեք այդ համակարգում։ Եթե դուք ինքներդ ղեկավար եք, ապա փորձեք ձեր թիմի հետ, գաղափարակիցների հետ խոսել նորագույն գիտելիքների, նորագույն տեխնոլոգիաների այդ առանցքից։ Փոփոխություններ կատարեք ձեր կյանքում, փոխեք ձեր զուգընկերներին, փոխեք ձեր գաղափարակիցներին կամ նրանց հետ կիսեք ձեր գաղափարները, որպեսզի մեծ հաջողություններ ունենաք։ Եթե չփոխեք էլ միևնույն է, կյանքը ինքը փոխելու է, որովհետև Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում այդպես եղավ, ես հանդիպեցի մի առույց աղջկա, որի կյանք մուտք գործեց այնպիսի մեկը, որը քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից է։ Ես նրանց զգուշացրեցի, որ երկար չի լինելու այդ հարաբերությունները, բայց միևնույն է գոյություն ունի կարմա եւ դու հերթական փորձը պետք է ապրես։ Իհարկե նրանց հարաբերությունները կամաց ավարտվեցին եւ ամենակարևորը, որ այդ կինը ոչ մի վնաս չկրեց, նա առույցի կենդանակերպի ազդեցության տակ ծնված էր, իսկ այն անձը կարճի կենդանակերպի ազդեցության տակ։ Իհարկե նրանք փոխեցին իրենց կյանքը, նոր